Ուղղակի այս խնդրի առումով շատ բորբոքումը կա են բանի համար, որ իրականից այս on-line հարթակը շատ է խափում մեզ, բայց հերիք ու բոլ եղավ, իշքան լռենք, իշքան ասենք լավ կդզվի, բայց քանի գնում ամեն ինչը թանկացել է, ամեն ինչ, ինչից այս միկրոֆոնը ընդհանուր թանկացել է, այս գուբկեն թանկացել է, դուք այն ժամանակ սակարնեք 300 դրամով, հիմա 3000 դրամով, բայց Yandex-ի ու են մնացածի տարիֆները մնացել են նույնը, 4 հոգով նստում են, զակազ են տալիս, պատվիրում են, 4 հոգով նստում են, տաքսին գնում են, համարվում է դա ավտոբուսի երթուղի, ավտոբուսի գումարն ավելի բարձր է, քան տաքսունը։ Ծիծաղալու չի դա։ Ավտոբուսները Yandex-ի հետ համագործակցում են, ավտոբուսները Yandex-ի հետ համագործակցում են։ Էդ էլ կա։ Հիմա նայեք, ավտոբուսը ուզում եմ, որ ժամին ես համարի ավտոբուսը գալու է, չէ՞։ Նայում եմ Yandex-ի ծրագրով, տեսնում եմ, որ ժամին գալիս է։ Նույն Yandex-ի ծրագիրը ավտոբուսները աշխատում են իրար հետ, համագործակցում են։ Կոպիտ ասած, կարելի ասել, իրար հետ համագործակցում են, ասելա ես քո վարորդներին ոնց ուզեմ խափեմ, դու աշկ փագի, մենք իրար հետ բիզնես անենք։ Խոսքի էս մեզի գումար չես տա, մենք ծրագիրը քեզի կտանք, կոպիտ ասած, մենք ոնց ուզենք վարորդներից այդ փողը քանենք, խափենք։ Ուզում եք ասեք, այդ ավտոբուսների գումարներն էլ են ձեզանից կանցում, թե սխալ եմ։ Նայեք, չէ, նայեք, հասկացեք, ծրագիրը, կանգառներում կանգնեք, հիմա Yandex ունեք զակաս տալու, Yandex ծրագիր ունեք։ Հələ զակասի մեջ մտեք, տեսեք ավտոբուսի ժամը բանը, ընդ ցույց է տալիս ավտոբուսները։ Իրար հետ համագործակցում են, չէ՞, էդի դուրս է գալիս համագործակցում են, չէ՞։ Հիմա այդ ասեմ ինչ կապ ունի։ Հիմա նայեք, եթե ինչ-որ բան, նայեք, եթե ես վեկալում եմ համագործակցում եմ, դուրս է գալիս, ինչ-որ բան փող պիտի տամ, չէ՞, այդ ծրագիրը եթե օգտագործում եմ։ Կարող է այդ փողը խոսանք, ասեմ ես ժողովրդին աշկ փագեմ, ղեկավարությունը խոսքի, ասի աշկ փագեմ, ոնց կուզեք չարաշահեք վարորդներին, այդ առումով է աշկ եմ փագում։ Մի հատ բան ասում, չի չես ասում, որ ինքը քեզի գործարք առաջարկում ու լրիվ ինֆորմացիա չի տալի։ Ասա։ Որ ասենք դու մարդս գործարք ես մեկին առաջացում լրիվ ինֆորմացիան տալիս ես, չէ՞։ Բայց այնտեղ սա գաղտնիք է պահվում։ Ինքը դաժե կարա ուրիշ երկրից մարդ ընդունի աշխատելու, որը դաժե չգնա իրանց մոտ, այսենց on-line տարբերակով նկարվի, всё, ընդունվավ մարդը աշխատանքի։ Էդի խախտում չի։ Ուրիշի չափանիշներ են պետք աշխատանքի անցնելու համար։ Այդքան on-line տարբերակ, ահա, WhatsApp-ով պրավեն, մռավեն։ WhatsApp-ով նկարի տեղ վարորդական իրավունք։ Հիմա ուզում եք, ով Yandex-ի վարորդի, բերեք գրանցենք, հենց հիմա, այստեղ։ Մեկ ուրիշ բաներ ասենք պատվերա գալի, հասնում ես պատվիրատուի մոտը, սպասում ես համապատասխան րոպեն, մեկ էլ պատվիրատուն պատվերը չեղարկում է, զանգում ես կենտրոն, ասում է ցավոք ոչինչ չեն կարող անել, ձեզ կտրամադրենք վրոջի տիպը բանը, պրոմկոդ կամ չգիտեմ, լալայ։ Նաև ուղևորների շահերը հաշվի առնենք, շատ հաճախ ոչ բարեկիրթ, բարեխիղճ վարորդներ են հանդիպում։ Կարա լինի բան չունեմ ասելու, համամիտ եմ ձեզ։ Ես եմ կանչա եկել է բարեխիղճ վարորդ, ես չեմ օգտվել։ Գիտեք ինչից է, որտեվ էժան է պատվերը լինում, որտեվ ճանապարհը լավ չի լինում, որովհետև դրա համար էլ անջատում է վարորդը։ Մի րոպեում կարան Հիմա նայեք, մինիվե է կանչում 1000 դրամ պատվեր է տալիս։ Չէ, չի կարող ավտոբուսով եթե 7 հոգի յանք է, 200 մետրից իրավունք ունի վարորդը տա տեղում է։ 7 հոգով էտան 1050 դրամ անում ավտոբուսը, բայց իրանք 1000 դրամ տաքսով։ Մեր ազգում Պահանջում եք նաև, որ գրանցման չափանիշները բարդացնեն ավելի, որ ձեր խոսքերով ասած ամեն մարդ չկարողանա վարորդ աշխատել։ Իհարկե։ ամեն մարդ կարողանա վարորդ աշխատել։ Ես վարորդը եղել կանչել եմ եկել է խմած է եղել։ Կամ սենց ասեմ, ամը ռուլ բռնող թող չլինի ինքը համարին ինքը վարորդ է։ Ամը ռուլ բռնողին պետք չի որ գրանցե Yandex-ում այն նորմալ քշողների անուն օրեցինք են գնում։ Դե արդեն իրանք ամեն ինչին կարող են մոնիտորինգ անեն, դրան էլ կարան մոնիտորինգ անեն։ Ծրագիրը հասկանան ինչ է։ Քննություն է տալի, որ տաքսիստն է, տաքսի վարորդը համարվում է երկրագնդի ամենաթոփ 1 վարորդը։ Երկրի դեմքը։ Նայեք, մենք այսօր խնդիր ունենք
ռեյտինգների հետ կապված։ Հաճախորդը անտրամադիր տնից դուրս է գալիս, մեկա դնում, մեքենայից իջնում գնում է ու գրում է այնտեղ։ Մեքենան լվացած չի։ Ու քո բիզնես սակագինը փակում ես, սկսում ես քշել կոմֆորտ սակագին կամ ստարտ սակագին։ Yandex-ը հաշվի չի առնում, զանգի մի հատ քեզ տվյալ պահին, այդ որ հաճախորդը մեկա դրե, ասի հենց հիմա մի հատ ձեր մեքենան նկարեք ուղարկեք։ Ոչ մի բան հաշվի չի առնում։ Մեկը դրին ռեյտինգը գցում են, սկսում ես բարձր սակագին մեքենայով քշել ստարտ սակագինը։ Էդ էլ է ինադու արվում, որ լավ մեքենաներով ստարտ սակագին քշեն, հաճախորդ ձեռք բերեն։ Ինչպես պատահում է, բայց հիմնականում ոչ, բայց հարցը նրանումն է, որ մենք չենք ասում, որ մեր հանրությունը սենց յուրահատուկ են։ Այո, վարորդների մեջ էլ կան ոչ բարեխիղճ վարորդներ, անթերաշ, անպլաշ, գան նստեն քշեն, հեն մնացածի ռեյտինգն էլ իրանց պահվածքով, իրանց վարկագծով գցեն։ Չենք բացառում, այո, կան, այդպես կարան լինեն այդպես վարորդներ, բայց ուղևորների մեջ դա աբսուրդ վիճակ է։ Մարդու կնիկ կռվում են իրար հետ, կնիկը գալիս հակազա վերցնում գնում է, ջղայնությունից դնում է, վարորդը պրիչո մտե։ Հենց իմ ռեյտինգը 5 ա եղել, առավոտը զարթնում եմ, տենում եմ 94, ու ես գիտեմ ով է։ Մի րոպե կներես։ Հիմա էսի բարձր ռեյտինգա թե ցածր։ Չէ, պետք է կփագեն ինձ։ Դուք մեկնաբան եք։ 99 պլյուս 99, 499 ցածր։ 5 ամենաբարձր։ Չէ, բայց հիմա բացատրեմ ձեզի, քուրիկ ջան։ Լիքը նրբություններ կա, մենք չենք ուզում, որ սակագները ձեր համար թանկանա։ Ես դեմ եմ, որ ինչ-որ տաքսին թանկանա ձեր համար։ Բայց գինը կարա նույնը մնա, կարան մի քիչ տոկոսի չհասնեն, մեկ է ամենակարևոր բանը գրանցված աշխատող սարքեն մեզի։ Մեզ էդ է հետաքրքրում։ Թե չէ ասենք ֆիզիկական անձերի հետ գործ ունենալը պրոբլեմը միշտ էլ մեր մոտ լինելու է, որ 10 տարի լանցի այդ պրոբլեմը լինելու 50 տարի լանցի, որտեղ ֆիզիկական մարդկանց այդ աշխատանքը այդ ատենց ալնում։ Ուղղակի իշխանությունները այսօր լինեն սրանք, վաղը լինեն ով ուզում ալնի, ասենք պետք է ինչ-որ բաներ անեն, որ երկրորդ գիծ ինչ կարանի ինքը պապի տատի ունի, ինվալիդ տղա ունի, բայց երկրորդ հաշվի այս մարդը զակազատվե տաքսին, տենեմ ես, մի ոտը չկա, հմի մեզ մարդը, որ միջև նստի մեքենան, մի 3 րոպե կքաշի, մի րոպե 40 վայրկյան հետո շտրաֆը գալիս է 5000։ Այս մարդուն բրդեմ կցեմ քշեմ էդ, հա։ Իշխանություններից ինչ եք ապրում։ Սրանցից ես ոչ մի բան, թող իրանք ասեն ինչ ակնկալ են։ Ես ոչ մի բան։ Իշխանությունից պահան Կամերաներն էլ էր փակում, ասել պրիվետ հատ զիմզիմով ասում է։ Դուք պետք է հարցնեք վարչապետին։ Այդ տանեմ, կներես։ կամերաները իշխանությունից ձեզի շանտեղ չի դնում։ Ժուրնալիստա ծեծում են, դեպուտատ են ծեծում։ Ինչի մասին է խոսքը, դուք ինչ եք ուզում ստանաք այս երկրից։ Ումը չծեծեցին, այն դեպուտատին պատգամավորին չծեծեցին դուրսը։ 30 տարի նույն վիճակն է։ Պատգամավորին չծեծեցին։ Այն որ ժուրնալիստին է թևից քաշելով հանեցին ազգային ժողովից դուրս։ Նորից կընտրեմ Փաշինյան։ Ես չեմ էլ ընտրեմ, որ նորից ընտրեմ։ Իմ խիղճս մաքուր է։ Ընտրելու եմ այն մարդուն, ով որ այդ հարցը լուծի։ Երաբելուրում տղեկի մոտ էլ է իմ խիղճս մաքուր, իմ մորքույց տղեն իմ աղբերս էլ անդե։ Բա ով է։ Բա կարող է ես եմ։